Բարև ձեզ հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիկսն է։ Այսօր խոսելու ենք լիզինգի ոլորտի մասին։ Այս ոլորտը կամ այս ֆինանսական գործիքը այլընտրանքային գործիքներից մեկն է տնտեսությունը ֆինանսավորելու համար եւ վերջին շրջանում բավականին արագ տեմպերով նաեւ զարգանում է Հայաստանի Հանրապետությունում։ Այս թեմայով խոսելու ենք Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ պարոն Բազիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բազիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Բազիկյան, ինչ առանձնահատկություններ ունի լիզինգային այս գործիքը եւ ինչով է տարբերում մյուս վարկային գործիքներից։ Արդեն շուրջ 20 տարի եւ ավել մենք այս գործիքը մեր շուկայում ունենք եւ սա մի պարզ տրամաբանություն ունի իր մեջ, որ ի տարբերություն մնացած այլ ֆինանսական գործիքների այս գործարքին բացի ֆինանսական գործիքի վարկատու եւ վարկառու կողմերից նաեւ մասնակցում են մի շարք այլ գործընթացի մասնակիցներ, մատակարարություններ, ապահովագրողներ, տրանսպորտային ընկերություններ եւ այլն։ Սակայն գործարքի ուղղակի մասնակիցներն են լիզինգատուն, լիզինգառուն եւ մատակարարը։ Եվ այս գործիքի միջոցով լիզինգատուն ձեռք է բերում լիզինգառուի կողմից մեր օրենսդրությամբ սահմանված կարգով լիզինգի առարկան եւ ժամանակավոր տիրապետման եւ օգտագործման իրավունքով այն հանձնում է մատակարարից ձեռք է բերում եւ այն հանձնում է լիզինգառուին։ Սա շատ պարզ սխեմա է, որը գործում է 50-60-ական թվականներից բոլոր այն շուկայական տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ որ այս գործիքի միջոցով մոդեռնիզացվում եւ տնտեսությունը առհասարակ արդիականացվում է։ Մեզ մոտ այն բավականին երիտասարդ է եւ վերջին 5-6 տարիների ընթացքում լայն թափ է ստացել, ի շնորհիվ նաեւ պետական աջակցության ծրագրերի, որոնք այս պահին գործում են եւ որոնց շնորհիվ այս շուկայի լիզինգային գործիքի շնորհիվ այս շուկայի տեսակարար կշիռ ընդհանուր վարկային ներդրումների մեջ արդեն հասնում է մոտավորապես 10%-ի եւ կազմում է շուրջ 350-400 միլիարդ դրամ։ Եթե նախկինում մենք ունեինք 1, 2, 3 ֆինանսական կառույց, ովքեր զբաղվում են լիզինգային գործիքի տրամադրմամբ, այս ծառայությունների մատուցմամբ, ապա այս պահին ունենք ավելի քան 18 ընկերություններ, որոնք զբաղվում են լիզինգային ծառայությունների մատուցմամբ, որոնցից 15-ը մեր ասոցիացիայի անդամներ են։ Շատ լավ, բավականին հետաքրքիր, այսպես տպավորիչ ցուցանիշներ ունենք։ Ես կուզեմ խոսենք նաև այդ վարկային փաթեթների բաշխվածությունը տնտեսության մեջ։ Ինչ բաշխվածություն ունենք, որ ուղղությամբ է լիզինգը ավելի ակտիվ Հայաստանում։ Արդեն վաղուց մենք տարանջատել ենք վարկը լիզինգից եւ չենք դիտարկում իրան որպես վարկավորման ինչ-որ տարատեսակ, սա յուրահատուկ ֆինանսական գործիք է եւ շնորհիվ նորից պիտի անդրադառնամ պետական աջակցության ծրագրերի, շնորհիվ պետական աջակցության ծրագրերի այսօր շատ դիվերսիֆիկացված է տնտեսության բոլոր ոլորտներում լիզինգային ծառայության մատուցումը։ Իհարկե կան ոլորտներ, որտեղ այն գերակշռում է, օրինակ շինարարության ոլորտը, ագրոարդյունաբերական ոլորտը, տրանսպորտի ոլորտը, բժշկության, բայց մնացած բոլոր տնտեսության ճյուղերն էլ պակաս չեն մնում եւ գրեթե բոլոր բիզնեսներում առհասարակ կա հիմնական միջոցների թարմացման եւ արդիականացման խնդիր։ Իսկ դուք գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում առհասարակ արդիականացումը բոլոր ուղղություններով է գնում ամբողջ աշխարհում եւ եթե դու այսօր չես հասցնում ունենալ ժամանակակից տեխնոլոգիաներ, որպեսզի կարողանաս արտադրանքի արտադրողականություն բարձրացնես եւ նվազագույնի հասցնես քո ծախսերը, ապա դու ուղղակի շուկայից դուրս ես մնում։ Դրա համար լիզինգային գործիքը ինչ որտեղ նաեւ այս ազդակները, շուկայի ազդակները նաեւ տեղ է հասցնում մեր պոտենցիալ հաճախորդներին եւ Հայաստանի տնտեսությունը այս պահին կարող եմ ասել, որ այդ 1 միլիարդ դոլարի շնորհիվ բավականին մեծ արդիականացում է ստացել եւ շատ էական են այդ ազդեցությունները վերամշակող ոլորտներում, հենց հավելյալ արդյունք ստեղծող ոլորտներում, վերականգնվող էներգետիկայի ոլորտում եւ այն ոլորտներում, որոնք որ ոչ միայն առևտուր եւ սպասարկումներն են, այլ արտադրություններն են մեծամասամբ, որտեղ նոր արժեք է ստեղծվում։
Ըստ էության լիզինգը նպաստում է երկրի ներսում արտադրողականության աճին, մրցունակության աճին, որը շատ կարևոր է ինչպես բիզնեսի համար, այնպես ամբողջ տնտեսության մակարդակով։ Եվ այս հարաբերությունները կարգավորելու իրավական դաշտի կարիք ունենք, որը վերջի շրջանում դարձյալ որոշակի փոփոխություններ է անում, վերամշակվում է պարբերաբար։ Ըստ ձեզ, մեր իրավական դաշտը փաթեթը բավարար է այս ոլորտը սպասարկելու համար, ոչ միայն նկատի ունեմ այսպես քաղաքացիական հարաբերությունը, այլ նաև հարկային մասը։ Արդյոք հարկային օրենսդրությունը նպաստում է լիզինգի գործիքի զարգացմանը։ Մի փոքր նախապատմություն անեմ 2001 թվականից դեռևս ինքս նաև որպես այս ոլորտի մասնագետ, հիմա այժմ նաև միջազգային փորձագետ, զբաղվում եմ հենց լիզինգային օրենսդրության բարելավման առաջարկների նախապատրաստմամբ եւ անմիջականորեն մասնակցել եմ գրեթե բոլոր օրենսդրական բարեփոխումների, այս ոլորտում բարեփոխումների ներդրմանը, սկսած քաղաքացիական օրենսգրքում անմիջապես լիզինգային հոդվածների ներմուծմամբ 2001 թվականին, երբ որ ստեղծվում էր առաջին լիզինգային ընկերությունը Հայաստանում, եւ մինչեւ այսօր։ Այս 25 տարիների ընթացքում մեզ հաջողվել է գրեթե 76 փոփոխություն մտցնել եւ քաղաքիրավական հատվածում, եւ հարկային օրենսգրքում, եւ մի շարք այլ նորմատիվային ակտերում, կենտրոնական բանկի ռեգուլյատիվ ակտերում, ինչի շնորհիվ առավելագույնի ենք հասցրել այս գործիքի պիտանելիությունը եւ արդյունավետությունը։ Իհարկե դեռ անելիքներ բավականին շատ կան, ասոցիացիայի նպատակներից մեկը հենց դա է, անընդհատ օրենսդրական բարելավումների եւ փոփոխությունների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել պոտենցիալ հաճախորդներին, բացի դրանից գործընթացի մասնակիցների համար ավելի դյուրինացնել։ Ես կուզեի առանձնակի ուշադրություն հրավիրել մեր լսարանի վրա 2020 թվականին իրականացված օրենսդրական փաթեթի բովանդակությանը, որի նպատակն էր առաջին հերթին դյուրինացնելու եւ կրճատելու վարչարարությունը այն ուղղությամբ, որ պայմանագրային դաշտից մի շարք ուրեմն հարցեր, վիճելի հարցեր եւ խնդիրներ, դրանք բոլորը բերվեցին օրենսդրական դաշտ։ Բացի դրանից, հարկային առումով, քանի որ այս գործիքը բավականին արտացոլելի եւ թափանցիկ գործիք է, կարիք կա միաժամանակ անընդհատ այն կատարելագործելու, տեսանելի դարձնելու այն հարկային մեխանիզմի ընդգրկվածության եւ կիրառման տեսանկյունից, եւ արդյունքում մենք ունենք այսօր գործընթացի բոլոր մասնակիցների համար շատ թափանցիկ վիճակ։ Մատակարար ընկերությունները տեսնում են բոլոր հարկային հաշիվները, լիզինգատուն կարող են դուրս գրել հարկային հաշիվները, որոնք լիզինգառուի համար շատ հասկանալի են։ Այս պահին հենց այս պահին իրականացնում ենք փոփոխություններ որոշակի փաստաթղթերի մեջ, հարկային փաստաթղթերի մեջ, դա invoice-ներն են, ընդունման հանձնման արձանագրություններն են, լիզինգի հանձնման ակտն է եւ այլն, ինչը որ ներմուծվեց հենց 2020 թվականին։ Ցավոք մենք 2020 թվականի այդ ամբողջ օրենսդրական փաթեթի ներմուծումից հետո ունեցանք պատերազմ, որը մոտ 3-ից 4 տարի սևեռվեց այդ ուշադրությունը այլ ուղղությամբ եւ չկարողացանք իրազեկել բավականաչափ եւ մեր պոտենցիալ լսարանին եւ տնտեսվարող սուբյեկտներին այս փոփոխությունների վրա, սակայն այս փոփոխությունների արդյունքում դա մեզ հաջողվեց 2024 թվականից սկսած եւ ասոցիացիան շատ ակտիվ մասնակցում է բոլոր այն տեսակի միջազգային կառույցների հետ համագործակցության եւ նաեւ օրենսդրական որոշակի փոփոխությունների ներմուծման, միջազգային փորձի ներմուծման հարցերով եւ այդ ժամանակահատվածում մենք փոփոխություններ նաեւ մտցրեցինք մի շարք նաեւ այլ օրենքներում, գույքահարկի մասին, շահութարկի մասին, որտեղ ընդհանուր առմամբ լիզինգառուի համար շատ պարզ դարձավ լիզինգի առարկայի արտացոլանքը, չէ՞ որ այս գործիքը ձեռնտու է դառնում բիզնեսին, եթե այն արտացոլվում է հարկային հաշվետվություններում։ Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում հաշվանցել ավելացված արժեքի հարկը լիզինգի առարկայի մեջ մտնող, ծախսագրել բոլոր այն հնարավոր ծախսերը, որոնք կարելի է շահութարկից նվազեցնել եւ առհասարակ հիմա գնում ենք նաեւ այն ճանապարհով, որպեսզի կարողանանք թվայնացնել լիզինգի առարկաների գրանցման գործընթացը։
Սա շատ նույնպես բարդ եւ պատասխանատու աշխատանք է եւ թվային կենտրոնի հետ միասին համագործակցությամբ ասոցիացիան այս պահին տանում է աշխատանքներ հենց ճանապարհային ոստիկանությունում, օրինակ տրանսպորտային միջոցների գրանցման, լիզինգի իրավունքի գրանցման եւ պետհամարանիշների ստացման գործընթացը թվայնացնելու համար։ Շատ մեծ գործընթաց է։ Կարծես թե արդեն որոշակի քայլեր Այո, որոշակի քայլեր արդեն կան, սկսվել են པարզ գործարքների թվայնացումից, մենք աշխատանքները տարել ենք թիմի հետ, որպեսզի կարողանանք նաեւ այս առումով հաջողություն գրանցենք առաջիկայում։ Պարոն Վազիկյան, դուք ավտոմեքենաների մասին խոսեցիք, որ ավելի հեշտացնեն գրանցումը եւ այլն։ Մեր հարազատները, բարեկամները, որոնք օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում են, հաճախ են այսպես ներկայացնում գլուխ գովում, որ օրինակ իրենք լիզով կարողանում են ավտոմեքենաներ վերցնել, մի քանի տարի այսպես վարել եւ հետ տալ։ Դա կարող է կազմի $200-300 չափով ինչ-որ գումար եւ ապահովագրություն։ Արդյոք նման փաթեթներ մենք ունենք ներկայումս եւ ի՞նչն է պատճառը, որ այդ շուկան մեր մոտ դեռ չի զարգանում։ Անդրադառնամ նորից 2020 թվականի օրենսդրական փոփոխությունների փաթեթին, այս փաթեթի շնորհիվ ներմուծվեցին նոր լիզինգի տարատեսակներ Հայաստանում, իսկ մինչ այդ 2017 թվականի հարկային օրենսգրքի փոփոխությունների ժամանակ մենք ներմուծեցինք այսպես կոչված սեփականության իրավունքի փոխանցում ենթադրող եւ չենթադրող լիզինգի տարատեսակները։ Ինչ է իր հերթին հենց ձեր նկարագրած գործընթացն է, երկրորդը լիզինգի իրավունքի լիզինգային պայմանագրի կիրարկումը, որը ոչ սեփականության իրավունքի փոխանցման հնարավորությամբ է, եւ նաեւ ներմուծեցինք 3 նոր լիզինգի տարատեսակ՝ երկրորդային լիզինգ, հետադարձ լիզինգ եւ ենթալիզինգ, որոնց մասին երևի առանցին կխոսենք հետագայում, քանի որ դրանցից յուրաքանչյուրը սպეციფიկ բիզնես հարաբերությունների դաշտ է։ Անդրադառնամ ձեր հարցին, ուրեմն շնորհիվ այդ գործընթացների զարգացման մենք ունենք այսօր Հայաստանում ընկերություն, դա Armenian Leasing Company-ն է, որը մատուցում է հենց սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող լիզինգային պայմանագրեր։ Մենք սկսել ենք մեր այդ ծառայության մատուցումը 2 տարի առաջ, պրոդուկտը կոչվում է Carlease, եւ այդ պրոդուկտի շնորհիվ առայժմ դեռ կորպորատիվ ավտոպարկերի հետ ենք աշխատում։ Ես ասեմ, որ այդ էվոլյուցիան ապրել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ ինքս ականատեսն եմ եղել 70-ական թվականներից, իրենք նույնպես սկսել են կորպորատիվ շուկայի հետ, այսինքն դրանք այն ընկերություններն էին, որոնք մեծ ավտոպարկեր ունեին եւ անընդհատ դրանց բարելավման կարիք կար եւ բացի ֆինանսավորումից անհրաժեշտություն կար սպասարկել նաեւ այդ ավտոպարկը։ Իրենց լեզվով դա կոչվում է fleet management եւ մենք այսօր այդ ծառայությունը այդ ընկերության միջոցով, որը մեր ասոցիացիայի անդամ կառույց է, իրականացնում ենք։ Ես հուսով եմ, որ առաջիկայում ելի կլինեն կառույցներ, որ այդ ծառայությունը կմատուցեն, քանի որ դա նոր բիզնես է, ենթադրում է իրենից մի շարք այլ ծառայությունների ներառում լիզինգավճարի մեջ եւ ինչպես դուք նշեցիք, այո, շուտով նաեւ ֆիզիկական անձանց համար այդ պրոդուկտը կառաջարկվի մեր շուկայում, այստեղ կան բավականին հարցեր, որոնք մեզանից շատ կախված չեն, դա տրանսպորտային միջոցների հետագա տեխնիկական սպասարկման, բարձրակարգ սպասարկման մասին է խոսքը, իսկական տեղզննության մասին է խոսքը, պահեստամասերով ապահովման մասին է խոսքը, որպեսզի այդ ռիսկերը հասցվեն մինիմումի, թե չէ առհասարակ այս պարագայում ֆինանսական կառույցները չեն գնա այդ ռիսկին, քանի որ այստեղ բավականին շատ հարցեր կան, որոնք առաջանում են թե տեղզնման, թե ապահովագրության, մի շարք այլ պրոցեդուրալ հարցերի շրջանակներում, կորպորատիվ շուկան արդեն գնացել է դրան։ Այդտեղ մեծ ավտոպարկեր ունեցող տեղագործական ընկերություններ են, առաքման ծառայություններ են, դիստրիբյուտորական ընկերություններ, որոնք այս կամ այն բրենդն են ներկայացնում, իրենք արդեն գնացել են այդ ծառայության եւ դրա շնորհիվ հնարավոր է տրանսպորտային միջոցը օրինակ ձեռք բերել, 3 տարի հետո այն վարել, վճարել միայն լիզինգավճար, որի մեջ ներառում է բացի իր լիզինգային գումարը նաև գույքարկ, տեղզննում, կասկո ապահովագրություն, կայանման վճար, մեքենայի փոխարինում տրանսպորտային պատահարի դեպքում, օգնություն ճանապարհին եւ այլն, տարբեր շատ հարուստ փաթեթներ նաև կան, անգամ չեմ խորշում ասել, որ կա նաև ներառյալ վարորդ ծառայությունը։ Այսինքն այս ամբողջից հետո մենք կանցնենք արդեն ֆիզիկական անձանց ֆինանսավորման շուկային եւ ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո մեր տրանսպորտային միջոցների սեփականատերերը ֆիզիկական անձինք կարիք չեն ունենալու սեփական տրանսպորտային միջոց ունենալու։
Շատ լավ, ըստ էության մենք գնում ենք դեպի լիզինգի զարգացման տեսլականին, դուք ինչ զարգացման նոր ուղիներ եք տեսնում այս ոլորտում, այս ոլորտը այո դինամիկ զարգանում է, սակայն պետք է նշենք, որ դեռ շատ անելիքներ ունենք, ինչպես այս գործիքը մարդկանց դարձնենք ավելի հասանելի, հասկանալի, ինչպես նաև որ շահութաբեր լինի, հա, այս գործիքից օգտվելը, սա շատ կարևոր է մարդկանց դեպքում։ Այո, դուք ճիշտ եք, իրազեկման մեծ կարիք կա եւ ձեր նման հաղորդաշարերը հենց նպաստելու են դրան, որպեսզի մենք կարողանանք այս գործիքի առավելությունը պարզ հասկանալի ժողովրդական լեզվով հասցնել մարդկանց, թե ինչի շնորհիվ իրենք կարողանան իրենց բիզնեսը զարգացնել, առաջին հերթին բիզնեսը։ Եվ երկրորդ հարցի պատասխանը նա է, որ մեր նորարարությունները պետքա լինեն թվային լուծումների մեջ, ինչպես առհասարակ բենքինգում է հիմա իրականացվում, եւ այն ընկերությունները, ովքեր այս ծառայությունը մատուցում են, պետքա կարողանան առավելագույնս այն թվայնացնել լիզինգավճարների ընդունման գործընթացը, բիզնես գործընթացների սպասարկումը, ինքնաշխատատար գործիք է, մի շարք գործընթացի մասնակիցներ գոյություն ունեն եւ այդ մասնակիցները նույնպես պետք է ինտեգրվեն այդ process-ին, օրինակ մենք շատ հաջողությամբ հիմա տեսնում ենք ինտեգրված ապահովագրական ընկերություններ, մատակարար ընկերություններ, բրոկերներ, սերտիֆիկացիոն մարմիններ, նույնիսկ մաքսային մարմինները բավականաչափ արդեն տեղեկացված են եւ կարողանում են այս գործիքի գործընթացը սպասարկել։ Իհարկե կան նորամուծություններ, որոնց մասին առաջիկայում կլսեն, դա մի փոքր չեմ ուզում բացել, սակայն ասեմ, որ դրանք միջազգային մասշտաբի նորություններ պետք է լինեն, քանի որ ես ուղղակի մեկ ամիս առաջ գտնվում եմ Մոսկվայում նոր դարաշրջան, նոր հնարավորություններ համաշխարհային ֆորումին, որտեղ մասնակցում էին 37 երկրներից պատվիրակություններ եւ այնտեղ կնքվեց առայժմ դեռ 6 երկրների միջև, որին ցանկություն առաջացան հայտնեցին նաև մասնակցելու եւս 17 երկրների ներկայացուցիչներ միջազգային լիզինգի մասին մեմորանդումը եւ մենք աշխատանքներ ենք սկսել այս ուղղությամբ, մի փոքր կարող եմ բացել, այն հնարավորություն է տալու նաև մեր տնտեսվարողներին իրենց գործունեությունը իրականացնել փաստացի հանրապետությունից դուրս, սակայն ամբողջ գործընթացի սպասարկումը իրականացնելու հանրապետության ներսում։ Այստեղ մենք ունենք լուրջ օրենսդրական փոփոխությունների կարիք, ինտեգրման կարիք, հարկը մնալու է Հայաստանում, շահույթը ստեղծվելու է Հայաստանում, շահութաստեղծ կենտրոնը այստեղ է լինելու, սակայն հնարավորություն է ստեղծվելու այդ արտադրական միջոցները տեղայնացնել այլ երկրներում եւ այնտեղ որպեսզի այնտեղ կարողանան գեներացվել նույն արտադրանքները, նույն բրենդները, ինչ որ այստեղ Հայաստանում հաջողության են հասել։ Այսինքն կրճատելու որոշակի ծախսեր, որոնք կապված են արտահանման հետ, որոնք կապված են այդ սարքավորումը այստեղ ներմուծելու, այստեղ արտադրությունը ստեղծելու, հետո նորից պատրաստի արտադրանքը արտահանելու, մենք process-ներ ենք ուզում բարելավել, ցանկություն կա համենայն դեպս այդպեսին էս մեմորանդումի արդյունքում, որպեսզի օրինակ մսամթերք արտադրող ինչ-որ մի ընկերություն, որը Հայաստանում շատ լավ ծավալվել է, բրենդ ունի եւ ինքը արդեն արտահանում է ապրանքներ, հնարավորություն ունենա այդ լրիվ այդ նույն բրենդը անել, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի այլ երկրում, օրինակ մեր պայմանավորվածությունները մի շարք երկրների հետ, որոնց հետ ես այնտեղ զրուցում էի, շատ հետաքրքիր նոր երկրներ են մեզ համար, Ինդոնեզիան է, Մալայզիան է, շատ հետաքրքիր նորարար մոտեցում, արաբական աշխարհն է, որը շատ նույնպես հետաքրքիր առաջարկներ ունի այս ոլորտում, եւ այստեղ մեր ֆինանսական կառույցները նույնպես կարող են լավ ինտեգրվել այս process-ում, որտեղ կա մատչելի է ֆինանսական ռեսուրսների հասանելիություն եւ լիզինգատուների ասոցիացիան ամեն ինչ անելու է, որ առաջին հերթին իր անդամ կառույցների համար ապահովի այդ հասանելիությունը։ Բավական հետաքրքիր գործիքի մասին եք խոսում, ըստ էության արտահանման միտված եւ նոր շուկաներ մուտքի համար, եւ այս պարագայում անշուշտ որոշակի այսպես երկկողմանի կամ միջազգային պայմանագրերի կարիք ենք ունենալու ԵԱՏՄ շրջանակներով կամ դրանց դուրս։ Այս մասով դուք ինչ քայլեր եք ձեռնարկում, որ մեր լիզինգային գործիքները այսպես ազատ տեղաշարժվեն ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև այլ երկրներում։ Բացի լիզինգատուների ասոցիացիան ներկայացնելուց, ես նաև ներկայացնում եմ ԵԱՏՄ լիզինգի ենթախումբը Հայաստանում արդեն շուրջ 5 տարի է եւ գոյություն ունի լիզինգային ասամբլեա, որի մենք պատվավոր անդամ ենք եւ ինչպես նշեցի, սկսել ենք հենց հուշագրի ստորագրումից, արդեն ճանապարհային քարտեզը գծված է եւ առաջ ընկնել շատ չէի ուզի,
ուղղակի ինչպես նշեցի իմ խոսքում, դրա կարիքը կա, անհրաժեշտությունը կա եւ մեր գործարարների հենց պահանջով է այս հարթակը ստեղծվում, որպեսզի իրենք բացի իրենց երկրում ծավալվելուց կարողանան իրենց հայտնի բրենդները, նույնիսկ եմ ասում, հայկական ծագում ունեցող բրենդները կարողանան աշխարհով մեկ ներկայացնել։ Պետական մակարդակով որևէ քայլեր սփորտել։ Այս պահին դեռևս մենք գտնվում ենք այդ քննարկումների փուլում, որովհետև ինչպես նշեցի, բավականին մեծ են ելնելու փոփոխությունները, այսինքն այդտեղ կրկնակի հարկման մասին համաձայնագրեր պետք է ստորագրվեն, այդտեղ պետք է մի շարք պրոցեդուրալ փաստաթղթեր ստորագրվեն, որոնք շարունակությունը կլինեն օրինակ նախկինում ստեղծված մաքսային օրենսդրության շրջանակներում եւ այլն, այսինքն այդտեղ անկախ գեոպոլիտիկ իրավիճակից եւ առհասարակ միտումներից, այստեղ մենք ունենալու ենք զուտ բիզնես միջավայրային զարգացումներ, որոնք այս կամ այն կերպ մեզ ձեռնտու են լինելու որպես երկիր միանալու այդ բարեփոխումների գործընթացին եւ այդտեղից ունենալու մեր շահը։ Լիզինգի ոլորտը բավականին արագ զարգանում է եւ այս ոլորտի համար անշուշտ մեզ պետք է լինելու որոշակի հետազոտական աշխատանքներ, վերլուծական նաեւ միջազգային փորձի համար։ Եվ այս ամենը այսպես հենվում է կադրային բազայի վրա։ Դուք ինչպես եք տեսնում այս ոլորտի կադրային խնդիրները եւ ինչպես կարող ենք լուծել դա։ Շատ ցավոտ հարց բարձրացրեցիք, չնայած ինքս լինելով, ինչպես նշեցի, նաեւ միջազգային փորձագետ եւ խորհրդատվություն իրականացնելով մոտավորապես շուրջ ավելի քան 13 երկրներում, որոնցից մեծ մասը դրանք նախկին սովետական լագերի երկրներն են, ես այդ կադրային սովը տեսնում եմ, բայց միաժամանակ ասոցիացիան արդեն 5-րդ տարին է, ինչ իրականացնում եմ դասընթացներ, եւ այդ դասընթացները միայն ֆինանսական կառույցների մասնակիցների համար չեն։ Մենք ավարտեցինք 350 թվով մասնագետների պատրաստման գործընթացը, իրենց համար սահմանելով շատ լուրջ նշաձող, որ իրենք պետք է ավարտեն 14 մոդուլից բաղկացած լիզինգի ամբողջ պրոցեսինգի, հարկային, ռիսկերի կառավարման, վաճառքի բոլոր ուղղությունների հմտության այդ աստիճանները պետք է անցնեն, նոր հետո իրենք կարողանան լիզինգային բիզնեսի մեջ ինտեգրվեն եւ զբաղվեն, այսինքն դա թույլատրելի process-ն է, որի միջով պարտադիր է։ Ես արձանագրում եմ այստեղ նաեւ հաջողություններ, որովհետեւ մենք ունենք արդեն մասնագետներ, ովքեր որ իրենք են կարողանում վերապատրաստել ներսում եւ այստեղ լուրջ խնդիր կա նաեւ ճիշտ եք վերլուծական աշխատանքի իրականացման ասոցիացիան այս առումով ունի այս պայն բազա, սակայն մենք ընդլայնվում ենք եւ ողջունելի կլինի, եթե շուկայում հայտնվեն եւ ընդհանրապես մեզ դիմեն այնպիսի երիտասարդներ, ովքեր որ կուզեն վերլուծական եւ անալիտիկ ուրեմն դաշտում աշխատել, որտեվ այս շուկան, ինչպես նշեցի, գնալով մեծանում է, աճում է եւ արդեն իսկ հաջողված է։ Իսկ բուհական համակարգի հետ որևէ Ես ինքս դասավանդում եմ 4 բուհերում այս պահին, ունեմ գործընկեր գոլեգաներ, որոնք նույնպես այս ոլորտում ընդգրկված են բավականին, բայց ինչպես նշեցի, աշխատանքի տեղ շատ մեծ կա։ Եվ մենք այստեղ ավելի շատ փորձում ենք, որ այն դարձնենք ավելի շատ ոչ թե բուհական մակարդակի, ակադեմիական գիտելիքի մակարդակի վրա մնանք, այլ փորձենք դա գործարարների հենց ամիջապես պրակտիկ մասնագետների միջոցով այն հասցնել այո, շատ վերապատրաստումներ, որոնք որ գիտեք, այդ լավ փորձը սովետական կրթության պետք է վերցնել, համենայն դեպս այն մասը, որը միջնակարգ կրթություն էր ապահովում, եւ մարդիկ այդտեղ շատ 3 ամսում 6 ամսում դառնում էին ինչ որ մասնագետներ, թեկուզ երկրորդ մասնագիտության ձեռքբերողներ, որոնք որ կարողանում էին ինքը այսպես փեշակի նման դա սովորացնել երիտասարդներին։ Մեզ դա հաջողվել է, որովհետև հենց այդ նույն նշվածս դասընթացներից հետո գլխի վայր փոխվում է այդ մասնագետի որակական ընկալումները եւ ընդհանրապես գիտելիքային բազան ավելանում է այս առումով։ Միջազգային պրակտիկան եւ տրենդները մենք անդադ ներմուծում ենք, լինելով մի շարք ընկերությունների եւ ասոցիացիաների անդամ, նաեւ միջազգային ասոցիացիաների եւ ցանկացած նոր տրենդ 1 ամսվա ընթացքում հասնում է մեզ, այսինքն մենք կարողանում ենք դա ներմուծել հայկական շուկա, անել փոփոխություններ, ստանալ ինչ-որ ազդակներ, համապատասխանում է մեր շուկայի պահանջներին թե ոչ եւ մասնագետները այս առումով բավականաչափ հնարավորություն ունեն լավ սովորելու։
Ոստի ուղղակի ուզում եմ առիթից օգտվելով տեղեկացնել, որ առաջիկայում փետրվար ամսին մենք ունենալու ենք մատակարար ընկերությունների եւ լիզինգառուների համար նախատեսված դասընթացների շարք, որտեղ մեծ ուրախությամբ կընդունենք այն բոլոր հետաքրքրված անձանց, ովքեր այս ոլորտում ընդգրկված են, դա հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններն են, պետական համակարգն է, կենտրոնական բանկն է, նախարարություններն են, որոնք որ պարտավոր են տեղեկացված լինել այս գործիքի նրբություններին։ Կարծում եմ պետք է հնարավորինս այսպես ներառականություն ցուցաբերել այս դասընթացներին մասնակցելու համար, բոլոր շահագրգիռ կողմերը պետք է փորձեն ակտիվ լինեն եւ այս գիտելիքները մեզ պետք են ոլորտը զարգացնելու համար բոլոր ուղղություններով, պետական համակարգը պետք է տեղյակ լինի նորարարություններից, հետ չմնա process-ներից եւ այստեղ դուք կարծում կարևոր անելիք ունեք։ Շարունակելով ասոցիացիայի ծրագրերը, ինչ նոր ծրագրեր ունեք այս ուղղությամբ, ինչ հետաքրքիր նախաձեռնություններ ունեք լիզինգի ոլորտում։ Էլի նախապատմություն անեմ, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան իրականացրել է մի շարք նախագծեր, հաջողված նախագծեր եւ պատրաստվում է դրանք նույնպես զարգացնել, դրանցից մեկն է Leasing Expo-ն, որը արդեն 3-րդ տարին է իրականացվել է Հայաստանում եւ 2026 թվականին մենք կունենանք շատ ավելի ընդգրկուն ցուցահանդես, ու ես իրան ցուցահանդես այդքան չեմ անվանում, ինչքան անվանում եմ հանդիպման վայր, որովհետեւ միայն օրինակ 25 թվականի մեր Leasing Expo-ին մասնակցության աստիճանը հասել է շուրջ 25000-ի մասնակիցների քանակը, այնտեղ ներկայացված են ավելի քան 150 բրենդներ, միջազգային չափանիշին համապատասխանող եւ տեղական եւ օտարերկրյա ընկերություններ, եւ սա լիովին ամբողջությամբ լիզինգատուների ասոցիացիայի նախագիծներ, որը շարունակական է լինելու։ Մենք ունենք ցանկ հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, այս տարի հյուրեր կունենանք Ուզբեկիստանից, Ղրղըզստանից իմ հրավերով, եւ մենք անպայման փորձելու ենք այն նույնպես Հայաստանից դուրս հանել, որտեղ այն շատ ստացված նախագիծ եղավ մեզ համար։ Էլի նախագծեր կան, որոնց մասին մի փոքր այս պահին չեմ ուզենա բացել, բայց դրանք էլի նորից վերաբերվում են միջազգայնացմանը, վերաբերվում են բիզնես գործընթացների դյուրինացման, քանի որ մենք սկսել ենք մի շարք առևտրական հարաբերություններ նոր երկրների հետ, նաև այդ երկրների պոտենցիալ գործարարների եւ մատակարարների հետ հանդիպումներին, այսինքն հնարավորինս ստեղծել այն միջավայրը, որից մեր տնտեսվարողները եւ ուղղակիորեն եւ անուղղակիորեն օգուտներ կքաղեն։ Ամփոփելով մեր քննարկումը, պարոն Բազիկյան, ինչպես եք տեսնում լիզինգի ոլորտը 10 տարի հետո, ինչ կուզենաք ոլորտում փոփոխություն լինի կամ զարգացում ունենա։ Ես կարծում եմ, որ ամենալավ ցուցանիշը կլինի մեր տնտեսվարողների արձագանքը, որովհետև այն արդեն կա, այս մի քանի տարիների ընթացքում արձանագրված շուրջ 7000 պրոյեկտների մեջ լիզինգային նախագծերի հաջողություններով, դրանք ամենուրեք արդեն կարող եք տեսնել, թե վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ինչքան արևային կայուն տեսնում եք, բոլորը լիզինգով են, ինչքան շինարարական տեխնիկա եք տեսնում, այս մեր շինարարական բումի ընթացքում բոլորը լիզինգով են, գյուղատնտեսական տեխնիկան բոլորը լիզինգով են, եւ նորից պիտի շեշտեմ նաեւ այս պետական աջակցության ծրագրերի դերը այս ոլորտում, որտեղ դրանք մեծ թափ տվեցին, եւ ես հուսով եմ, որ առաջիկա 10 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի մեջ էական տեսակարար կշիռ ընդհանուր մինչեւ 3-4%, ինչպես բոլոր զարգացող երկրներում է, ունենալու են լիզինգային տրանզակցիաների շնորհիվ եւ դրանց միջոցով, չէ՞ որ դրանք հնարավորություն են առանց սեփական միջոցները ներդնելու կիրառել տեխնոլոգիաներ, ստանալ շահույթ եւ այդ օգնությամբ երկիրը գցել մի քանի քայլ առաջ։ Շատ հավակնոտ տեսլական ունեք, պարոն Բազիկյան, հաջողություն եմ մաղթում ձեզ, ձեր ծրագրերում, ձեր քայլերում։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք լիզինգի ոլորտի մասին, այն բավականին հետաքրքիր դինամիկ զարգանում է, տեսնում եք բավականին հետաքրքիր նոր պրոդուկտներ կան եւ այն ոչ միայն ուղղված է բիզնեսին, այլ նաեւ ուղղված է շարքային սպառողներին, որոնք եւս կարող են օգտվել այս գործիքներից։ Այս գործիքից օգտվելու համար մենք պետք է իրազեկ լինենք, հետաքրվենք, կարդանք, հարցերի դեպքում անշուշտ դիմենք նաեւ ասոցիացիային, որը վստահ եմ իր ամբողջական տեղեկատվությունը իր բոլոր այսպես տարբերակներով, փաթեթներով կտրամադրի ձեզ։